ավելի թափանցիկ, արդյունավետ ու ներառական խորհրդարան։ Ազգային ժողովում կայացել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի խորհրդի ամենամյա նիստը։ Կողմերը գնահատել են կատարված աշխատանքներն ու հստակեցրել առաջիկա քայլերի առաջնահերթությունները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արժևորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերակատարությունը խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։ Ազգային ժողովի համար սա նույնպես կարևոր ծրագիր է եւ արդյունավետ ծրագիր է, որ իր արդյունքներն է տալիս եւ մեծ հույս ունեմ, որ մենք կշարունակենք մեր համագործակցությունը եւ այն բանը, որ մենք բավականին երկար ժամանակահատված համագործակցում ենք եւ տարբեր երկրների դեսպանատներ, տարբեր երկրների կառավարություններ ներգրաված են այս նախագծի մեջ, ցույց է դնում, որ ստացված է մեր համագործակցությունը։ Ուժեղ եւ տոկուն խորհրդարանները չափազանց կարևոր են ժողովրդավարության ամրապնդման համար, նշել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդկվիստը։ Բարձր գնահատելով ձևավորված փոխգործակցությունը դեսպանը վերահաստատել է Շվեդիայի պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական, ներառական եւ կայուն զարգացմանն ուղղված ջանքերին։ Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թռներն էլ ընդգծել է, որ խորհրդարանի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են երկրի ժողովրդավարական ինստիտուտների հզորացմանը։ Դիվանագետի համոզմամբ խորհրդարանի դերը վճռորոշ է որպես երկրի ժողովրդավարացման կարևորագույն հիմնասյուն։ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ռազմավարական է համարել իրականացված աշխատանքները։ Անդրադառնալով ծրագրերի արդյունքներին նա նշել է, որ վերջին հետազոտությունների համաձայն բարեփոխումները նպաստել են ազգային ժողովի հանդեպ հանրային վստահության աճին։ Ծրագրի ղեկավար Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է 2025 թվականի հիմնական աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև 2026 թվականին նախատեսվող գործողությունները։ Մենք ամեն տարվա կտրվածքով իրականացնում ենք հանրային կարծիքի գնահատում եւ հանրային կարծիքի գնահատումը այս տարի շատ հետաքրքիր ցուցանիշներ մեզ ցույց տվեց։ Հաշվետվողականությունը 47%-ից բարձրացել է 60%, որը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Վստահությունը ազգային ժողովի նկատմամբ 24%-ից բարձրացել է դեպի 30%։ Արդյունավետությունը ընկալման 35-ից 41%։ Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ այն ռազմավարությունը, որ մշակել են 2025 թվականին, իրականացնելով մենք կարող ենք ել ավելի բարձր ցուցանիշների հասնել։ Սա յուրօրինակ հաշվետվություն էր անցած տարվա վերաբերյալ, ներկայացվեց թվային ոլորտում իրականացված բարեփոխումները, ներկայացվեց հաշվետվողականության բարձրացման ուղղված կարևորագույն գործիքների ներդրումը։ Քննարկեցինք նաև այն ծրագրերը, որոնք որ իրականացվելու են մինչև նոր գումարումը, 9-րդ գումարումը, եւ այդ գումարումից արդեն հետո մինչև նոր գումարումը մենք գործընկերների հետ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես ներածական ծրագրերի մշակման, որոնք որ ուղղված են լինելու նոր ընտրված պատգամավորների համար ներածական փաստաթղթերի, ներածական միջոցառումների իրականացման համար, որպեսզի իրենց մուտքը ազգային ժողով լինի հնարավորինս սահուն եւ մի շարք այլ ծրագրեր, որոնց որ իրականացումը արդեն նախանշված է տարվա մինչեւ վերջ։ Նիստն ամփոփվել է հերթական գործնական քայլով։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ստորագրել է հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմին ստեղծելու մասին կարգադրությունը։ Այն նպատակ ունի խթանելու ներառականությունն ու հավասարությունն օրենսդիր մարմնի գործունեության մեջ։ Խորհրդարանն այժմ ավելի կուր եւ ամուր կառույց է, իսկ հասարակությանն ուղղված այս նոր փաստաթղթի ստորագրումը դրա լավագույն ապացույցներից է։ Շնորհավորում եմ բոլորիս այս ձեռքբերումների առթիվ եւ մաղթում արդյունավետ աշխատանքային ընթացք։ Հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական այս մարմինը միտված է ապահովելու ազգային ժողովի կարողությունների ամրապնդմանը, նաեւ ներառականությանը եւ հավասար երկխոսությանը։ Մեխանիզմները մի փոքր մշակման փուլում են։ Մենք նախատեսում ենք մայիսի սկզբին ունենալ առաջին անդրանիկ նիստը։ Հարթակը նշեմ, որ բաց է եւ շատ падգամավորներ կարող են մասնակցել աշխատանքներին։ Խորհրդակցական մարմինը կգործի որպես միջկուսակցական եւ միջանձնաժողովային հարթակ падգամավորների կամավոր մասնակցությամբ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք։ Կառավարությունը նախատեսում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 321 միլիոն դրամ քաղավիացիայի միջազգային կազմակերպության հետ պայմանագիր կնքելու թույլտվություն տալուն։ Ինչ է նախատեսվում փաստաթուղթը ունենալուց հետո նախարար Դավիթ Խուդատյանը նշում է. Իրավական ակտի ընդունումից հետո հիմնական նպատակը կլինի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմակերպումը,
որը թույլ կտա կոմիտեին նաև շահույթ գեներացնել գործունեության ընթացքում, ինքնաբավություն կստեղծվի, ինչպես նաև կստեղծվեն նոր կարգավորումներ, իրավական կարգավորումներ, որը մեզ հնարավորություն կտա կոմիտեի կազմում նաև ոչ Հայաստանի քաղաքացի գործընկերների ներգրավել, հաշվի առնելով նաև իրենց փորձը եւ վերակազմակերպումը մեզ անհրաժեշտ է նաև արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որովհետեւ վերջին աուդիտի արդյունքներում մենք ունենք պատկեր, երբ որ անհրաժեշտություն կա այլ մասնագետների, այդ թվում նաև այլ աշխատավարձով իրենց ներգրավելու, որպեսզի կոմիտեի մարկախնդիրները կարողանանք լուծել։ Այս թեման բավականին հասունացած է եւ մենք պետք է նաեւ առերեսվենք, որ ժամանակակից ավիացիոն համակարգերին պատշաճ արձագանքելու եւ դիրքավորվելու համար ունենք գիտելիքի պակաս։ Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ է համապատասխան մասնագետներ հրավիրել, շեշտեց վարչապետը։ Մենք պետք է կարողանանք այստեղ նաև այս հանգամանքի բերումով միջազգային շուկայում մրցունակ աշխատանք եւ վարձատրություն ապահովել եւ պետք է հնարավորություն ունենանք աշխարհի նաև բարձր մակարդակի մասնագետների հրավիրելու, որպեսզի նրանք աշխատեն Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության համար եւ մենք ունենք բազմաթիվ ընդհանցակարգային խոչընդոտներ, որ թույլ չեն տվել այս ընթացքում դա անել։ 2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը 580%-ով աճել են, շեշտեց վարչապետը, դեպի եվրոպական երկրներ եւ ոչ միայն պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները։ Մենք պետք է սահմանենք ստանդարտ։ Եվ այդ ստանդարտը պետք է լինի այնպիսին, որը հստակ եւ սկզբունքորեն աշխատի։ Մենք անվտանգություն ասելով, ավիացիոն անվտանգություն ասելով, պետք է հասկանանք այն ավիացիոն անվտանգությունը, որը ժամանակակից ստանդարտով սահմանված է, որովհետև կներեք մենք ոչ մեր սեփական օդանավի արտադրությունը ունենք, ոչ էլ ընդհանրապես գտնվում ենք ավիացիայի ակունքներում։ Ի պատասխան նախարարը տեղեկացրեց եվրոպական եւ այլ նոր ուղղությունների ավելացման մասին, արձանագրելով ուղևորահոսքի աճը, որը նախորդ տարի կազմել է 5.7 միլիոն։ Երկար սպասված ուղղություն ունենք առաջիկայում, որի մեկնարկը կտանք, խոսքը Երևան-Լոնդոն, Երևան ուղղության մասին է, արդեն հայտարարություն կա, Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ, պիտի ասեմ, որ արդեն միանգամից մեկից ավել ավիաընկերություններ են հայտարարել եւ ամսաթվեր կան ֆիքսած եւ տոմսերի վաճառք կա ֆիքսած, դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի, սա կլինի արդեն դեպի Բրյուսել երկրորդ ավիաընկերության ուրեմն իրականացվող թռիչքները, դեպի Նիդերլանդներ ուղղությամբ նոր թռիչքներ կմեկնարկեն։ 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ Այդ դեպքում միայն կկարողանան ստանալ կենսաչափական անձնագիր։ Կառավարության նիստի ընթացքում որոշման նախագիծը ներկայացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսում են կամ արտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը։ Ներպետական ընթացակարգերում պիտի գործածենք անձը հաստատող փաստաթուղթ որպես նույնականացման քարտը, իսկ անձնագրերը դիտարկենք որպես ճամփորդական փաստաթղթեր։ Երկրորդ կարևոր փոփոխությունն այն է, որ օտարերկրացիների, փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը եւս դարձնում են կենսաչափական, այսինքն կենսաչափական տվյալներ ենք ներդնում։ Երրորդ ուղղությունն ըստ էության վերաբերում է պետություն մասնավոր գործընկերության շրջանակներում կենսաչափական համակարգ ներդնելու տրամաբանության մեջ, պետություն մասնավոր գործընկեր հարաբերակցությունը կարգավորելն օրենսդրական դաշտում։ Գործադիրը երկարաձգում է անասնաբուծության ոլորտում 2022-ին մեկնարկած ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձարարական նախաձեռնության ժամկետը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, սա թույլ կտա ունենալ նոր անասնաբուծական համալիրներ։ Եթե սահմանամերձ հատվածում է մինիմում պետք է 500 միլիոն ներդրում լինի, ոչ սահմանամերձ հատվածներում 1 միլիարդ դրամ եւ ավել, մինչեւ 26 թվականի դեկտեմբերի 30-ը հնարավորություն ենք տալիս, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան այս ծրագրով ուրեմն մասնակցեն, իսկ արդեն մյուս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս օրինակ խելացի անասնական ունել 1000 եւ ավել գլխի համար, դա արդեն 27 թվականի ուրեմն հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, որը մոտակա ժամանակներում կբերեն կամ ավելի շուտ, եթե իհարկե ֆինանսական հնարավորությունները թույլ տան։ Ծրագրի շրջանակում արդեն կնքվել է 11 պայմանագիր շուրջ 82.4 միլիարդ դրամ արժողությամբ։ Նախագիծը նպատակ ունի բարձրացնել անասնաբուծության ոլորտում ներդրումների մակարդակը եւ նպաստել պարենային ինքնաբավության աճին, նվազեցնելով ներմուծումներից կախվածությունը։ Աննա
Լիլիթ Ամելքումյան, Սյունիք։ Ֆայնոյլ ապրանքանիշի հիմնադիր տնօրենն եմ, որը հանդիսանում է Հայաստանում առաջին եւ միակ արդյունաբերական եւ շարժիչային յուղեր արտադրող գործարանը։ 3 կրթություն ունեմ՝ բանկային մասնագետ, ֆինանսիստ տնտեսագետ եւ իրավաբան, եւ կարող եմ ասել, որ այդ բոլոր մասնագիտությունների հանրագումարն է, որ այսօր բիզնես աշխարհում կարողանում են վստահ քայլեր անել եւ գործունեություն ծավալել։ 20 թվականից հետո ավելի խոր անհրաժեշտություն առաջացավ ինձ համար այս ոլորտում ստեղծել ընկերություն, որ կարտադրի արդյունաբերական եւ ռազմավարական նշանակության յուղեր, որովհետեւ մենք ոչ միայն շարժիչային յուղեր ենք արտադրում, այլև ռազմական տեխնիկայի համար, զինամթերքի, ատոմային կայանների համար։ Մասնագետներ ներգրավել ենք լավագույններին աշխարհում, պարբերաբար լինում է ուսուցումներ, թե արտադրական մասում, թե լաբորատոր աշխատակիցների հետ։ Ստեղծման օրվանից բոլոր process-ներում ներգրաված եմ եղել, թե սերտիֆիկացիա անցնելու, թե արտադրությունը գրանցելու, թե շրջակա միջավայրի թույլտվությունը ստանալու, հաշմագ ասվածը, որ այս ոլորտում շատ կարևոր է, ուրախությամբ կնշեմ, որ մենք դա ունենք։ Արտադրում ենք մեքենայի շարժիչների յուղեր, տուրբինային յուղեր, տրանսֆորմատորային, հիդրավլիկ համակարգի, արդյունաբերական, կոմպրեսորային, տրանսմիսիոն եւ բոլոր հնարավոր յուղերը, ինչ աշխարհի առաջատար ընկերությունները արտադրում են, մենք հնարավորություն ունենք տեղում արտադրելու։ Մենք օրական մինչև 8 տոննա արտադրողականություն ունենք եւ 24/7 ռեժիմով կարող ենք սպասարկել բոլոր մեր հաճախորդներին։ Աշխատում ենք աշխարհահռչակ Efton ընկերության հավելանյութերով։ Մեր ամբողջ product-ը ունի միջազգային սերտիֆիկացում։ Նախ ունենք որակի կառավարման ISO 9001:2015 սերտիֆիկացումը եւ ամբողջ product-ը ամերիկյան նավթային ինստիտուտում գրանցում ունի, այսինքն API հավաստում։ Դա յուղերի ոլորտում ամենաբարձր սերտիֆիկացիան է։ Եվրոպայի մասով ACCI ունենք, հանդիսանում ենք Եվրոպայի ավտոարտադրողների ասոցիացիայի իրավանդամ, ինչը նշանակում է Եվրոպայում արտադրվող բոլոր մեքենաների համար մեր յուղերը ընդունելի եւ շահագործելի են։ Ֆայնոյլ ապրանքանիշի յուղերը սպառում են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սահմաններից դուրս։ Մեր բոլոր հաճախորդները, ովքեր մեկ անգամ օգտվել են մեր յուղերից, դառել են մշտական հաճախորդ։ Բավականին մեծ թվով միջազգային ցուցահանդեսների ենք մասնակցել ու միշտ շատ պատվով ներկայացրել ենք թե Հայաստանը, թե հայկական product-ը։ Ինձ համար շատ կարևոր է արդյունք ստեղծելը ու արժեք ստեղծելը։ Ու դա ֆինանսով չի չափվում։ Նաև եկել ենք կարծրատիպ փոխելու, որ ով է ասել, որ սա տղամարդու բիզնես է եւ կանայք չեն կարող այստեղ հաջողել։ Ես վստահ եմ, որ այն ինչ որ ստեղծել եմ, տարիներով լինելու է Հայաստանի պատմության մեջ, ու միշտ հումորով ասում եմ, թորներս ասել են, որ առաջին գործարան այս ոլորտում տատիկս է դրել, որովհետև բնականաբար հետո կլինեն, բայց առաջին քայլեր անողինն է ամենաբարդը։ Չարենցավան համայնքի 13-ից 35 տարեկան շուրջ 1000 երիտասարդի կնդունի Ալափարց բնակավայրում բացված ալտերնատիվ երիտասարդական կենտրոնը, այն երկրորդն է Կոտայքի մարզում եւ 4-րդը Հայաստանում։ Ոչ ֆորմալ կրթության ինտելեկտուալ ժամանցի երիտասարդական կարիքահեն այլ ծառայություններ մատուցող կենտրոնի երկամսյա փորձարարական աշխատանքը տվել է գոհացուցիչ արդյունքներ։ Զարմանս բոլորից ավելի քան 600 մասնակցություն ենք ունեցել այս ընթացքում, այն պարագայում, երբ որ կենտրոնը հիմնական գրաֆիկով չէր աշխատում։ Նման կենտրոնները առհասարակ համայնքներում մեծ փոփոխություններ են բերում, փոխում են երիտասարդների պատկերացումները իրենց մասին առաջինը, հասկանում են երիտասարդները, որ կարևոր են, լսված է իրենց ձայնը եւ իրենց հետաքրքրությունները բավարարող կառույցներ կան։ Ես շատ ուրախացա, որ մեր գյուղում sense տեղ է բացվել։ Միանգամից ասի ես էլ եմ գալի, հիմա մասնակցում եմ ամեն ինչին, որտեղ կազմակերպում են թե սեմինարներ, թե խաղեր, թե ֆիլմեր, ես շատ շփում ունեմ, շատ ընկերներ եմ ձեռք բերել։ Այս կենտրոնի գործարկմամբ երիտասարդները շահառուից դառնում են նաև բովանդակություն ստեղծողներ, իրականացնելով մի շարք նախաձեռնություններ։
Կենտրոնի գործունեության շրջանակում որոշ երիտասարդներ արդեն հասցրել են դրամաշնորհներ ստանալ եւ ծառայություններ մատուցել։ Ես ենթադրամաշնորհ եմ ստացել դրա դիմաց խաղաղության եւ ավանդական թեմայով, արել եմ մի փոքր դասընթաց եւ գրքեր եմ նվիրել քաղաքչային ծավալի գրադարանին, որով նպաստել եմ, որպեսզի ավելի շատ գրքեր կարդան երիտասարդները։ Երիտասարդները հետաքրքրված են, ձգտումներ ունեն, ուզում են լեզուներ սովորեն, ուզում են իրենց կյանքը փոխել դեպի լավը։ Եվ մենք նաև նպատակ ունենք համագործակցելու համայնքի դպրոցի, երաժշտական դպրոցի հետ ենք համագործակցում, այսինքն փորձում ենք արդեն իսկ տարբեր կառույցներ հաճախող երիտասարդներին բերենք նաև մեր կենտրոն եւ լրացնենք այն բացը, որը չի լրացում դպրոցում կամ քոլեջում։ Շուրջ 1000 քառակուսի մետր տարածքով կենտրոնը հարմարավետ միջավայր է կրթական, համայնքային եւ միջազգային ծրագրերի իրականացման համար։ Այն համատեղում է երիտասարդական աշխատանքի, կրթության եւ հյուրընկալության բաղադրիչները, մինչև 36 երիտասարդի հնարավորություն տալով միաժամանակ օգտվելու գիշերակացի եւ սննդի ծառայություններից, մասնակցելու վերապատրաստումների, ճամբարների եւ տարբեր միջոցառումների։ UNICEF-ն աջակցել է Հայաստանում երիտասարդական քաղաքականության մասին նոր օրենքի մշակմանը, օգնում է նաև դրա կիրառման հարցում։ Հիմա տարբեր գործընկերների հետ հիմնում ենք երիտասարդական տներ, կենտրոններ, որ յուրաքանչյուր համայնք ունենա այդ ծառայությունների մոդելը, որպեսզի երիտասարդները զարգանան, հզորանան եւ բացահայտեն իրենց ներուժը։ Երիտասարդական կենտրոնը հիմնադրել են Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունն ու UNICEF-ը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ գործակցությամբ, Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ եւ բարերարների աջակցությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Թումանյանական աշխարհում անուշ է հնչում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ գրեթե ամեն տարի իրականացվում է ծրագիր, որը կոչվում է Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ։ Ծրագրի շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը համերգային ծրագրով Վանաձորում էր։ Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ համերգային ծրագիրը նվիրված էր անվանի օպերային երգիչ տենոր Գեգամ Գրիգորյանի 75-ամյակին։ Մեր ծրագիրը մենք ստեղծել ենք Գեգամ Գրիգորյանի հետ 10 տարի առաջ եւ այդ ծրագրի նպատակն էր սերնդափոխություն առաջինը ապահովել օպերային թատրոնում եւ ամենակարևորը բացահայտել մարզային տաղանդներին, որովհետեւ այս 10 տարվա մեջ մեր ամենահայտնի երգիչները մարզերից էին, որոնք որ հիմա գրեթե աշխարհի ամենամեծ բեմերում են, զարդարում են լավագույն բեմերը, ինչպեսին Մետրոպոլիտեն օպերա, Բերլինի օպերայի թատրոնը, Մարիյան թատրոնը, Լոնդոնի թատրոնը, Լասկալան եւ այլ։ Եվ ամենակարևորը մեր օպերային բեմը, որտեղ որ մեր սաները երգում են եւ առաջնակարգ եւ մյուս դերերքերը։ Այս տարի ծրագրի շրջանակներում Վանաձորյան համերգը երկրորդն էր Գյումրիից հետո։ Երկու համերգին էլ Զիտանով ծրագրի ամենակրտսեր սանն է հանդես է եկել իր կատարումներով։ Նա 16 տարեկան է, երիտասարդական օպերային ծրագրում ուսանում է 14 տարեկանից։ Մարզային ծրագիրը կարևոր է համարում։ Ուրախ է, որ հնարավորություն ունի մասնակցելու եւ տպավորված է հանդիսատեսի ջերմ արձագանքից։ Շատ ուրախ եմ նման տաղանդաշատ ու գեղեցիկ ընտանիքի անդամ լինելու արդիվ եւ շատ շնորհակալ եմ Աստծուն նման լավ ղեկավար ունենալու համար, ով ոչ մի ջանք, ոչ մի երան չի խնայում մեզ իրար հետ պահելու, մեզ ստեղծելու եւ մեզ առաջ տանելու համար։ Լևոն Սերգեյեվիչին շատ շնորհակալ եմ։ Կարծում եմ, որ մարզային ծրագիրը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանում դասական երգարվեստը տարածելու մեջ։ Հանդիսատեսի ընդունելությունը ֆանտաստիկ է, տաքություն, ջերմություն, շատ տաք ընդունելություն է եւ շատ ուրախ եմ, որ այս համերգներին մաս եմ կազմում եւ հույս ունեմ, որ հանդիսատեսին կարողանում ենք փոխանցել մեր դրական էներգիան։ Միջոցառման շրջանակներում ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը եւ օպերային թատրոնի առաջատար մենեջերուհի Օֆելիա Համբարձումյանը, ով Արարատի մարզից է, ուսանողների համար անցկացրեցին վարպետության դասընթաց։ Դասընթացավարները համոզված են, մարզում տաղանդաշատ երիտասարդներ շատ կան։ Ոմանք արդեն միացել են ծրագրին, ոմանք էլ կարող են միանալ եւ ունենալ փայլուն ապագա։ Մենք այսօր տվեցինք վարպետության դաս, այստեղ ուսումնարանում, բացահայտեցինք շատ լավ երեխաներ, հրավիրեցինք մեր ծրագիր, որ գան մի քիչ փորձ ձեռք բերելու համար
հետագայում միգուցե եւ ծրագրի մեջ ընդգրկելու համար մարզերից մենք բացահայտում ենք տաղանդներին, բերում ենք օպերայի թատրոն, քանի որ դա մայր թատրոնն է, միակ օպերային թատրոնն է Հայաստանում, որպեսզի այդ թատրոնը ինքը սննդի մարզերից։ Տարիներ առաջ նորից մենք այստեղ եկել ենք, բայց ոչ մի տարի չենք ունեցել այդ արդյունքը, ոնց որ այս տարի ունեցանք, բավականին տաղանդավոր երեխաներ կային ու հուսանք, որ կտեսնենք իրենց նաև մեր օպերային թատրոնում։ Մեր նպատակը ավելի երիտասարդ երեխաներին ընդգրկելն է, այս պահին մեր երիտասարդական ծրագրում հիմնականը 18-19 տարեկան երեխաներն են։ Վանաձորում ուսանելի եւ օգտակար են համարում վարպետության դասը։ Ուսանողներն ստանում են գործնական խորհուրդներ եւ հեռանկարում տեսնում իրենց ապագան։ Իսկ համերգային ծրագիրը անզուգական կատարումներով հանդիսատեսի համար տպավորիչ էր։ Անչափ տպավորիչ էր։ Նախ ծրագիրը ընտրված էր տարբեր ոճի, տարբեր ժամանակաշրջանի ներկայացուցիչների, ստեղծագործություններից, կատարողների մակարդակը որակական, մասնագիտական անչափ բարձր էր, դրա հետ միասին բացի այն, որ ձայներն էին անչափ հաղկված եւ բեմական կեցվածքը եւ կերպարը ներկայացնելու կարողությունը ամեն ինչ խոր մտածված էր եւ շատ մեծ տպավորություն թողեց մեր ուսանողների վրա ու ես վստահ եմ, որ ուսանողների համար սա դարձավ ազդակ խթան, որ իրենք էլ ձգտեն, որովհետեւ իրենց հասակակիցներն էին այսօր բեմում եւ ցնցում էին իրենց կատարողական արվեստով։ Երիտասարդ կատարողները Վանաձորում հանդես եկան հայ եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Աշխեն Սուքեսյան, Հայկ Վարդանյան,